Արդեն մի քանի շաբաթ է ձեզ ենք ներկայացնում One Management-ի ցանցում գտնվող հյուրանոցները։ Ներկայացրել ենք Ծաղկաձորի Ավրորա եւ Դիլիջանի Կոն հյուրանոցը։ Իսկ հիմա ժամանակն է, որպեսզի ձեզ ներկայացնենք Երևանի Nacho հյուրանոցը։ Բուտիկ, հարմար, գեղեցիկ հյուրանոց։ Գնանք։ Առաջին հարկում տեղակայված է ընդունարանը, սպասասրահը ու նաեւ բարն է այստեղ, ամենագլխավորներից մեկը։ Nacho քաղաքային հյուրանոցի հրաշալի ընտրությունը։ Հիմնականում այստեղ կանգառն ունենում բիզնես այցելությունների ընթացքում, քանի որ գտնվում է կենտրոնում եւ մոտ է բոլոր ենթակառուցվածքներին։ Այսօր ցանկանում եմ ձեզ ներկայացնել One Management-ի նոր պրոդուկտներից մեկը։ Դառնալով Freedom ակումբի անդամ, հնարավորություն եք ունենում օգտվել մի շարք ծառայություններից։ Լինելով One Management-ի ակումբի անդամ, կարող եք օգտվել Luciana էսթետիկական կենտրոնի ծառայություններից 15% զեղչով։ Մեր կենտրոնում յուրաքանչյուր պրոցեդուրա ստեղծված է մեկ նպատակի համար՝ վերականգնել մաշկի փայլը եւ լինել միշտ խնամված։ Մենք աշխատում ենք ժամանակակից տեխնոլոգիաներով, բժիշկ կոսմետոլոգների փորձառու թիմով եւ աշխարհում հաստատված մեթոդներով։ Օրինակ ձեռք բերելով բաժանորդագրություններից մեկը, որը արժի 229,000 դրամ, հնարավորություն եք ունենում կանգառ ունենալ 9 գիշեր One Management-ի ցանցում գտնվող 4 հյուրանոցներում՝ Երևանի, Ծաղկաձորի, Դիլիջանի ու Սևանի, ինչպես նաև ստանալ 1 գիշերվա հնարավորություն Թբիլիսիի 3 հյուրանոցներից մեկում։ Սա հրաշալի նվեր է ձեր սիրելիների, ձեր ընկերների ու ընտանիքի համար, այնպես որ դարձեք Freedom ակումբի անդամ։ Իսկ հիմա ձեզ ներկայացնենք Nacho հյուրանոցի համարները։ Սա ստանդարտ համարն է։ Առաջին բանը, որ նկատեցի, դա այն է, որ ստանդարտ համարների համար բավականին լայն է։ Մյուս կատեգորիայի սենյակը, որ ցանկանում եմ ձեզ ներկայացնել, դա Deluxe-ն է։ Ընդամենը մեկ ննջասենյակ է, գեղեցիկ, մեծ սրահ, որտեղ կարող եք անցկացնել ձեր օրվա մնացած հատվածը։ Այստեղ է տրվում նաև նախաճաշը, կարող եք վերցնել մի գավաթ սուրճ կամ կոկտեյլ ու էլ ավելի ջերմացնել ձեր միջավայրը։ Վերջին շրջանում մեծ ակտիվություն են ցուցաբերում կրուիզային ճամփորդությունը։ Շուտով մեր նկարանող խումբը մեկնելու է այդպիսի ճամփորդության ու ձեզ ներկայացնելու ենք, թե իրենից ինչ է ներկայացնում առասարակ կրուիզային ճամփորդությունը։ Այդ իսկ պատճառով այսօր այցելել եմ Marina Traveling Agency եւ հիմնադիր Սահականուշ Մինասյանի հետ խոսելու ենք կրուիզային ճամփորդություններից։ Իսկ ո՞րն է ձեր կողմից առաջարկվող ու ամենամեծ պահանջ ունեցող ուղղությունը։ Մշտապես որը որ կատարում ենք, նաև մարտի 8-ին, որը որ դուք միանալու եք մեզ, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա։ Կլասիկ ճամփորդությունների ընթացքում ոչ կրուիզային, այդպես կարելի ասել, մարդը ստիպված լինում ամեն օր ամրագրել ինչ-որ հյուրանոց, լուծել իր սննդի հարցը, լուծել ինչ-որ տուրերի հարցը, տրանսպորտ, տեղաշարժ ու այսպես բան։ Կրուիզը ոնց որ լուծում է բոլոր այդ հարցերը ու իր ներսում կենտրոնացված է թե մարդու ժամանցը, թե մարդու սնվելու հնարավորությունը։ Նորո ջան, կրուիզային ճանապարհորդությունը տարբերվում է նրանով, որ մենք այցելում ենք մի քանի քաղաքներ, չենք հաճախում հյուրանոցներ, մեր հետ չենք ման տալիս մեր ճամպրուկները եւ վայելում ենք այդ գեղեցկությունը մի 7 օրվա ընթացքում։ Մենք այստեղից հենց ուղեկցությունը լինում է գիտի Հայաստանից, այնտեղ հայերեն պատմում է, հայերեն խոսում է, հենց հայը։
կրուիզային ճամփորդության ողջ ընթացքում մարդիկ կենտրոնացած են լինում կոնկրետ կրուիզի մեջ եւ այն քաղաքները, որտեղ որ իրենք այցելում են, դրանք հիմնականում լինում են ցերեկային ժամերին կամ միշտ լինում են ցերեկային ժամերին եւ ուղղակի նավը կանգնում է նավամատույցում, մարդիկ դուրս են գալիս, կազմակերպված տուրերի միջոցով բացահայտում են քաղաքներ եւ նորից վերադառնում են։ Այո, ամեն օր այցելում ենք մի նոր քաղաք, մի նոր երկիր, այնտեղ իջնում ենք ցերեկվա ժամերին, այցելում ենք տեսարժան վայրերը, տուր ենք կատարում եւ վերադառնում ենք նավ։ Կարող եք միանալ ճամփորդությանը ու ինչու ոչ, նաեւ մեր նկարանող խմբի հետ մեկտեղ մարտի 8-ից 15-ը մասնակիցը լինել այսպիսի հետաքրքիր ճամփորդության։ Մնացել են հաշված օրեր չէ, հաշված ամիսներ, 3 ամսից գնալու ենք ու մասնակիցն ենք դառնալու այդպիսի հետաքրքիր ճամփորդության։ Այստեղ թողնում ենք հեռախոսահամարը, զանգահարեք ու միացեք մեր կրուիզային ճամփորդությանը։ Կսպասենք։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, սա TV Travel ճամփորդական նախագիծն է։ Ես ճանապարհորդ բլոգեր Նորն եմ եւ մենք գտնվում ենք Օմանի սուլթանության մայրաքաղաք Մասկաթում։ Օմանը գտնվում է արաբական թերակղզու հարավ-արևելյան անկյունում։ Այն հայտնի է իր գեղատեսիլ բնությամբ, անապատներով, լեռներով եւ զարմանահրաշ լողափերով։ Մայրաքաղաք Մասկաթը համադրում է ավանդական մշակույթը ժամանակակից զարգացումների հետ։ Օմանը հարուստ պատմություն ունի, կապված ծովագնացության եւ հնագույն առևտրային ճանապարհների հետ։ Այստեղ կտեսնեք հնագույն բերդեր, շուկաներ եւ կզգաք տեղացիների ջերմ հյուրընկալությունը։ Հանգստություն, արկածներ եւ մշակութային փորձառություններ։ Այդ ամենը կգտնեք Օմանում։ Ինչու են մարդիկ գալիս Օման։ Գլխավոր ու կարևոր պատճառներից մեկը դա այս հրաշք ծովն է։ Իրոք որ Օմանն ունի ֆանտաստիկ ծով, գեղեցիկ ափեր, մաքուր ջուր ու հրաշալի ջրի ջերմաստիճան։ Մենք այս պահին նոյեմբերին ենք, ջերմաստիճանը իդեալական է։ Ու սա այն պատճառներից մեկն է, որ պետք է այցելել Օման։ Օմանի ափերը ձգվում են ավելի քան 3000 կիլոմետր, ներառելով Արաբական ծովը, Օմանի ծոցը եւ Պարսից ծոցը։ Դրանք հայտնի են իրենց բյուրեղյա մաքուր ջրերով, սպիտակ ավազե լողափերով եւ հիասքանչ ծովային կյանքով։ Իսկ հիմա ուղևորվենք Օմանի ծոց, ծանոթանալու հարուստ կենդանական աշխարհին։ Մենք հիմա մեկնարկում ենք մոտ շատ հետաքրքիր տուր, կենդանատեսակներից մեկը դրանք դելֆիններն են։ Հուսով եմ այսօր մեզ մոտ կստացվի տեսնել ու վայելել, ստանալ լիքը թույն էմոցիաներ։ Հիմա գնանք առաջ։ Օմանի ջրերում դելֆինների բազմազանությունը զարմացնում է այցելուներին։ Դելֆինները հատկապես տարածված են Օմանի ծոցում եւ Մասկաթի շրջակայքում։ Նոր նկատվել է 1-2 դելֆին, այս հատվածում այսինքն նշանակում է կա ու պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի դիտարկենք, տեսնենք, նկարենք նաեւ ձեզ համար։ Անհամբեր սպասում եմ, լուրջ եմ ասում, առաջին անգամ եմ դուրս գալիս դելֆինների տեսնելու։ Համար sense հիմա սիրտս խփում է։ Դելֆինների դիտարկումը Օմանում հանրաճանաչ զբոսաշրջային ակտիվություն է։ Շատ ընկերություններ առաջարկում են նավարկություններ, որոնք հնարավորություն են տալիս մոտիկից հետևել դելֆինների խաղին բաց ծովում։ Լավագույն ժամանակը նրանց տեսնելու համար առավոտյան ժամերն են։ Հիմա գնում ենք դեպի սնորքլինգի։ Իրականում շատ քիչ հասցրեցինք նկատել։ Հուսով եմ, երբ որ դուք գաք Օման, ձեզ մոտ կստացվի շատ մեծ քանակությամբ դիտարկել, տեսնել, ու եթե տեսնեք, դիտարկեք, նկարեք, սոցիալական կայքերում տեղադրեք ու նշեք ինձ, սիրով ուրախ կլինեմ դիտել, ոնց որ ստեղ նկատել եմ։ Ծովային մյուս հայտնի ակտիվություններից մեկը սնորքլինգն է, որով զբաղվելու համար հիմա կուղևորվենք ծոցի այլ հատված։ Առհասարակ Օմանի ծոցը ունի հարուստ ծովային աշխարհ ու ստեղ շատ գեղեցիկ սնորքլինգ է լինում անել, դրա համար հիմա կսուզվեմ։ Սնորքլինգը իրանից ենթադրում է ասած ավելի շատ ջրի մակերեսին
սուզում ու կենդանական աշխարհի դիտարկում ոչ շատ խորը հատվածներում։ Հիմա սուզում ենք, տեսնենք թե ինչ ենք դիտարկում։ GoPro պատրաստ է։ Գնացինք։ Ավելի շատ սուզվել, ավելի խորը։ Օմանի ծովամթերքի շուկաները հայտնի են իրենց թարմությամբ եւ բազմազանությամբ։ Առավել նշանավոր են մասքաթի, մութրայի շուկան։ Օմանյան մեր բացահայտումները շարունակվում են, իսկ մենք հիմա տեղացիների ամենասիրելի վայրից մեկում ենք ծովամթերքի շուկայում։ Ամեն առավոտ ստեղ աժոտաժ է, քանի որ մարդիկ գալիս են այստեղից թարմ բռնած ձուկը տուն տանելու համար։ Ու սեղաններին ներկայացված է ծովի ոչ կենդանական աշխարհը իր հոտերով ու համերով։ Ձկնորսով որ դուրս է եկել բաց ծով բերել է ձուկը, նախ ձուկը գտնվում է հիմա այս նավակի տակի հատվածում, փակա որպեսզի արևը չկպնի։ Հիմա այստեղ արդեն մեծածախ վաճառքով զբաղվողները գալիս են, վերցնում են ձուկը, վճարում են ու տանում են շուկա վաճառելու։ Շուկայի այս հատվածում նկատեցի այս մեծ թունաները, մասնավորապես այս մեկը մոտավորապես 40 կիլոգրամ է կշռում, այս ձուկը, ես դժվար կարողանամ սա իմ ձեռքերի վրա վերցնել, բավականին ծանր է, բայց այստեղ ավելի փոքրերը կան, որոնք որ ավելի հարմար են դրա համար։ Սա աշխարհի ամենաթանկարժեք ձկներից մեկն է համարվում, ու բնականաբար նրանից մի փոքր ավելի կոմֆորտ չափերի սա է։ Օմանի խոհանոցում ծովամթերքը մեծ տեղ է զբաղեցնում, իսկ շուկաները լավ հնարավորություն են տեղական մշակույթին ծանոթանալու եւ թարմ ուտեստներ պատրաստելու համար։ Լավագույն ժամանակը շուկա այցելելու համար վաղ առավոտյան ժամերն են։ Օմանը ունենալով հարուստ ու բազմազան բնություն, դրա հետ մեկտեղ ունի նաև հենց այդպիսի խոհանոց։ Դրա համար ծովափնյա հատվածում ամենամեծ աժոտաժը առավոտյան լինում է ծովամթերքի շուկայի մոտ։ Այս պահին ծովից սարդիններ են բերել, բավականին մեծ քանակությամբ ու արդեն ստեղ պատրաստում են, հավաքում են, հանում են ցանցից, որպեսզի տանեն դեպի վաճառքի։ Ու ինքներդ տեսակ, թե ինչ էր կատարվում շուկայի ներսում, թե քանի տեսակի ձկներ կային, մոտ 100 եւ ավել տեսակի ձկներ են վաճառվում հենց այստեղի շուկայում։
Օմանում կգտնեք համաշխարհային հռչակ ունեցող հյուրանոցային ցանցեր։ Դա նշանակում է, որ ձեր հանգիստը այս երկրում կազմակերպվելու է բարձրակարգ։ Hello. Thank you. Thank you so much. Thank you so much. Գնացինք։ Ծովամթերքի շուկայում շրջելուց ու ծովում լինելուց հետո բնականաբար պետք է համտեսեինք ձուկ։ Հիմա համտեսեմ ու նաև կիսվեմ իմ տպավորություններով։ Կարծում եմ այստեղ պետք է բավականին համեղ լինի, որովհետև Օմանում զգացել եմ, որ բավականին բալանսավորված ու համեղ է խոհանոցը ու բավականին որակով սնունդ է մատուցում։ Ես շատ եմ սիրում ծովամթերքի հետ լիմոնը, լայմը, այնպես որ չենք հրաժարվում դրանից ու համտեսում ենք թարմ ձուկը։ Բնականաբար չէի սխալվում, թարմ, համեղ, ճիշտ պատրաստված, ճիշտ եփված ձուկ։ Օմանը շարունակում էին զարմացնել ու հիացնել։ Օդանավականից սկսած նկատեցի, որ օմանցիները շատ գեղեցիկ գլխաշորեր են կրում, այդ գլխի ատրիբուտը բավականին գեղեցիկ էր։ Դա համար որոշեցի, որ ճամփորդությանս հաջորդ հատվածը, մնացած հատվածը, ես եւս պետք է ունենամ այդպիսի գլխաշոր։ Գնամ գնելու։ Ավանդական գլխարկը փոխարինեցինք այսպիսի օմանյան գլխաշորով կամ գլխի փաթթանով ու շարժվեցինք առաջ։ Օմանը համարվում է մուսուլմանական երկիր։ Դրա համար երկրի տարածքում կնկատեք բազմաթիվ մզկիթներ։ Այստեղ մարդկանց իրավունքները ամբողջությամբ պաշտպանված են եւ կանայք, ովքեր որ հայտնվում են Օմանում, հարկ չէ որպեսզի կրեն գլխաշոր։ Դա կարևոր փաստ, որ ցանկանում էի նշել։ Մզկիթը խաղաղության, արվեստի եւ կրոնական ժառանգության խորհրդանիշ է։ Մզկիթը կառուցվել է 2001 թվականին Սուլթան Կաբուսի կողմից եւ կրում է հենց իր անունը։ Նա կառուցեց մզկիթը իր սեփական միջոցներով եւ նվիրեց ժողովրդին։ Այդպես արեց ամենախոշոր քաղաքներում Օմանի։ Սա մշակույթների միաձուլման վայր է, տեսածս ամենագեղեցիկ մզկիթներից մեկը։ Գորգը, որ աշխարհում ամենամեծերից է, գործված է Իրանում 600 կանանց կողմից եւ տևել է 3 տարի, ուշադրություն 3 տարի։ Ջահերը ավստրիական են, որոնց նախագծողը գերմանացի է։ Պատուհանները ֆրանս կաթոլիկ եկեղեցու ոճով են արված, իսկ մոզաիկաները ու դռները նման են Մարոկոյին, արաբական մշակույթին։ Մի խոսքով, սա հրաշք գեղեցիկ անկյուն է։ Հետաքրքիր է, ուր կտեղափոխվենք հաջորդ կադրում։ Զբոսաշրջիկները երբ գալիս են Օման,
Բնականաբար առաջին բաներից մեկը, որ անում են ծով ունեցող երկրում, դա նավարկությունն է։ Ոստեղ շատ յուրահատուկ նավարկություն են իրականացնում, ու յուրահատկությունը նրանում է, որ այդ նավարկությունը իրականացվում է տեղական նավերով, որոնք որ հարյուրամյակներ արդեն շարունակ պատրաստում են այն հերվում կայանված նավերն են։ Դրանցով մենք նավարկելու ենք մոտ 2 ժամ մայրամուտի լույսի ներքո, վայելելու ենք ծոցի ափամերձ հատվածները ու իհարկե տեսնելու ենք ծովային կյանքը առհասարակ Օմանում։ Օմանի ափերը բավականին յուրահատուկ են ու գեղեցիկ։ Չնայած այս ժայռերին, որ ցենց միանգամից ծովից ոնց որ վեր բարձրանան, ունեն նաև ավազային շատ գեղեցիկ ափեր, հարթ, մանր ավազով, սպիտակ։ Արդեն իսկ նշել էի, որ Օմանում կա 400-ից ավել բերդեր ու ամրոցներ, որոնցից 2-ը կառուցել են պորտուգալացիները, երբ որ ժամանակին տիրացել են ծովին, իհարկե ոչ ցամաքին ամբողջությամբ։ Հենց այս մեկը եւ անմիջապես իր ետևում գտնվում է հենց այն 2 պորտուգալական ամրոցները, որոնք որ կառուցվել են 16-րդ դարում հենց պորտուգալացիների կողմից։ Կառույցը, որը որ տեսնում եք սպիտակով եւ կապույտով, դա Սուլթան Փալասն է։ Ամեն տարի նոյեմբերի 18-ին ողջ սուլթանությունը հավաքվում եւ այստեղ նշում է անկախությունը։ Օմանը համարվում է սուլթանություն, աշխարհի 2 սուլթանություններից մեկն է, Բրունեյը եւ Օմանը։ Ասեմ, որ Օմանը աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է համարվում եւ երբ քայլում ես այս երկրով, զգում ես թե որքան անվտանգ է։ Առաջին հերթին քաղաքը, երկիրը հարմարեցված է տեղացիների համար, երկրորդ զբոսաշրջիկների համար։ Ու դու ստեղ քեզ լիարժեք կոմֆորտ ես զգում։ Մայրամուտը ծովից, հետ են քիչ բաներից է, որ երբեք չեմ հոգնի։ Վերջ, եթե կլինեք Օմանում, պարտադիր օգտվեք այս ծառայությունից ու նավարկեք Օմանի ծոցում։ Շքեղություններ։ Մի քանի ժամ է ինչ Օմանում եմ։ Հասել եմ ձեռք բերել բազմաթիվ հիշողություններ, տպավորված եմ ու օրս ավարտվում եմ այսպիսի հրաշք տեսարանով, տեղական կոլորիտային ռեստորաններից մեկում տեղական սննդի համտեսով։ Այցելեք Օման։